Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Սահմանադրական դատարանը մերժել է ընտրությունների արդյունքները վիճարկող գործը ամբողջ կազմով քննելու միջնորդությունը։ ՍԴ-ում նիստերը կշարունակվեն, իսկ վերջնական որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Կառավարությունում քննարկվել է Կոնդ թաղամասի զարգացման քաղաքաշինական հայեցակարգը։ Նախատեսվում է պահպանել պատմական միջավայրը, վերականգնել հուշարձանները եւ բարելավել ենթակառուցվածքները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանին։ Նրա թեկնածությանը անդրադարձել է նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլլեչը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Քննարկումների առանցքում կլինեն խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքները։ Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում արագ հստակեցնել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև ռազմավարական ընկերությունը։ Մոսկվան հայտարարել է հնարավոր տնտեսական ռիսկերի մասին։ Ռուսական շուկա հայկական ձկնամթերքի մատակարարումները դադարեցվել են։ Ռոսսելխոզնadzորը ժամանակավորապես կասեցրել է եւս 2 հայկական ընկերության հավաստագրումը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը առաջարկել է կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևի ընդունումը կարող է ազդել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վրա։ Միջազգային լրահոս Ռուսաստանը հայտնել է հարյուրավոր անօդաչուների ոչնչացման մասին, իսկ Ուկրաինան ռուսական հարվածների եւ խոցված թիրախների մասին։ Խոշտանգումների կանխարգելումը եւ տուժածների իրավունքների պաշտպանությունը քննարկվել են միջազգային օրվա շրջանակում։ Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Հայաստանում աճում է սինթետիկ նյութերի տարածման վտանգը։ Եվ վերջում, հաջողության պատմություն, 10-ամյա Դավիթ Աբրահամյանը համալրել է Գինեսի ռեկորդակիրների շարքը, սահմանելով նոր արդյունք։ Սահմանադրական դատարանը մերժել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող գործը ամբողջ կազմով քննելու միջնորդությունը։ Այն ներկայացրել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, նշելով, որ կրճատված կազմով նիստը կարող է լեգիտիմության խնդիրներ առաջացնել։ ՍԴ նախագահ Հարման Դիլանյանը հայտնել էր, որ նման գործերով դատարանը կարող է որոշումներ կայացնել մինչև 5 դատավորից բաղկացած կազմով։ Նա նշել է, որ դատավորներ Սեդա Սաֆարյանը ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն քննությանը։ Սահմանադրական դատարանի նիստերը կշարունակվեն նաև շաբաթ օրը, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական զարգացման հայեցակարգը։ Նախագիծը նպատակ ունի համատեղել պատմական միջավայրի եւ մշակութային ժառանգության պահպանումը թաղամասի տնտեսական զարգացման, ներդրումային գրավչության բարձրացման եւ զբոսաշրջության խթանման հետ։ Հայեցակարգված նախատեսվում է հայեցակարգով նաեւ բարելավել ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները, իրականացնել հուշարձանների վերականգնում, արդիականացնել փողոցային ցանցը ու լուսավորությունը, ինչպես նաև սահմանել կառուցապատման նոր չափորոշիչներ։ Վարչապետը կարևորել է հայեցակարգի արդյունավետ իրականացումը եւ ընդգծել, որ դրա համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր քաղաքաշինական, սոցիալական եւ տնտեսական բաղադրիչների համադրմամբ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Այս կապակցությամբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը, նշելով, որ վստահ է Ռուբինյանը պատվով կշարունակի միասին սկսած աշխատանքը հանուն Հայաստանի Հանրապետության։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլլեչը եւս սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ նույնպես անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելուն։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը Ռուբեն Ռուբինյանին, որի հետ 4 տարվա ընթացքում ձևավորել ենք արդյունավետ համագործակցության մշակույթ եւ անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ նաև նոր պաշտոնում, գրել է Քլլեչը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ից 2-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Բրյուսելի փոխանցմամբ այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին։ Քննարկումների հիմնական թեմաները կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա միջանցքի ձևավորման նպատակով։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանն է հայտարարությամբ հանդես եկել, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր ռազմավարական ընտրությունը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև։ Նրա խոսքով ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների մայիսի 29-ին ընդունած հայտարարություններում նշվել է, որ Երևանի մերձեցումը ԵՄ-ի հետ կարող է ռիսկեր ստեղծել միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար եւ ընդգծվել է այդ հնարավոր վնասները կանխելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանի Ռոստելխոզնադզորը ժամանակավորապես կասեցրել է եւս երկու հայկական ընկերության ձկնամթերքի հավաստագրումը, ինչի հետևանքով փաստացի դադարեցվել են Հայաստանից ռուսական շուկա ձկնամթերքի բոլոր մատակարարումները։ Գերատեսչության տվյալներով սահմանափակումները կգործեն մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը ու անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մտադիր է Իրաքի նախարարների կաբինետին ներկայացնել բանաձև, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հայոց ցեղասպանությունը։ As the Times of Israel-ի նախաձեռնության մեջ ընդգծվում է, որ առկա են հայոց ցեղասպանությունը ապացուցող բազմաթիվ պատմական փաստեր, իսկ դրա ժխտման եւ պատմական ճշմարտության խեղաթյուրման բոլոր փորձերը պետք է դատապարտվեն։ Եթե բանաձևը ընդունվի, այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 12 շրջանում Մոսկվայում, Ղրիմում եւ Սև ու Ազովի ծովերում 660 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Տուլեի մարզում հարձակման է ենթարկվել ազոտ քիմիական գործարանը։ Ազոտի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն այն Ռուսաստանի ամոնիակային եւ ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողն է։ Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում բազմաթիվ պայթյունների օդում ամոնիակի տարօրինակ հոտի եւ էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին հայտնել է անօդաչուների 47 հարձակման մասին։ Հարձակումից հետո Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո եւ Շերեմետովո օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։ Հարձակման ճշգրիտ թիրախները դեռևս չեն բացահայտվել։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդագրություններ են ստացվել նաեւ Ղրիմից։ Տեղի բնակիչները հայտնել են Կերչի վրա հարձակման մասին։ Հրդեհը գրանցվել նաեւ Պանսիր S1 հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման գոտու եւ օդանավակայանի մոտակայքում։ Ռուսական ուժերն էլ հարձակվել են Ուկրաինայի վրա 7 Իսկանդեր M բալիստիկ հրթիռով եւ 189 անօդաչու թռչող սարքով, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժը։ Ըստ տվյալների խոցվել է 177 թիրախ, 3 հրթիռ եւ 174 անօդաչու թռչող սարք, մինչդեռ 4 հրթիռ եւ 11 անօդաչու թռչող սարք հարվածներ են հասցրել։ Ավելի վաղ Պոլտավայի մարզի իշխանությունները հայտնել էին Կերեմեչուկին ուղղված հարվածի մասին։ Միջազգային ու տարածաշրջանային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է ուզում, նա այդ հարցը կապել է դաշնակիցների պաշտպանական ծախսերի հետ։ Նա նշել է, հիասթափված է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն միացել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Մենք նույնիսկ դրա կարիքը չունեինք, բայց լավ կլիներ, եթե նրանք դա անեին, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Իրանի ապա արգելափակված ակտիվների մի մասը կուղղվի Միացյալ Նահանգների ֆերմերներից ցորեն, սոյա եւ եգիպտացորեն գնելուն։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մենք ամբողջ աշխարհում շուկաներ ենք բացում Միացյալ Նահանգների ֆերմերների համար եւ շուտով կբացվի նոր շուկա, այն կոչվում է հրաշալի երկիր Իրան։ Մենք պատրաստվում ենք վերցնել նրանց միջոցների մի մասը եւ կծախսենք դրանք, ասել է նա։ Իսրայելի նախագահին տեղափոխող Իսրայելի պաշտպանության բանակի ուղղաթիռը թռիչքի ժամանակ ստիպված է եղել վայրեջք կատարել ավիաբազայում։ Պատճառը եղել է թռչնի հետ բախումը, Իսրայելի նախագահը չի տուժել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակն առանց ժամանակային սահմանափակումների կմնա Լիբանանի եւ Սիրիայի, նաեւ Գազայի հատվածի անվտանգության գոտիներում, քանի դեռ Հեզբոլահը չի զինաթափվել։ Մենք չենք գնա զիջումների Իսրայելի ամենակարևոր անվտանգության, մեր զինվորների եւ քաղաքացիների պաշտպանության հարցում։ Եթե Թեհրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում իր գործողությունների կամ որևէ այլ պատճառով, մենք կհարձակվենք Իրանի վրա մեր ամբողջ ուժով, այնպես որ հստակ ցույց տա մեր միջև ուժերի անհավասարությունը, հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան ուժեղ դիրք է զբաղեցնում մարտի դաշտում։ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Կիևին եվրոպական աջակցությունն անսասան է, ասել է Մերցը։ Նա նշել է, որ G7-ի գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների միջև պահպանվում է միասնությունն Ուկրաինայի հարցում։ Եվ մենք այսօր հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին, եկել է բանակցությունների մեջ մտնելու, առաջնագիծը սառեցնելու եւ սպանությունները դադարեցնելու ժամանակը, հավելել է Մերցը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ներկայացուցիչների հետ։ Ես նրանց ուղիղ ասել եմ, տղաներ, փոխանցեք ձեր նախագահին, եթե նա կարծում է, որ կարելի է այսպես խոսել մեզ հետ եւ մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը միանգամից կփոխվի։ Այս պատերազմը բոլորովին այլ է լինելու։ Ուստի եկեք պայմանավորվենք, ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով Բելարուսին պատերազմ պետք չէ։ Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոին պահանջելով հեռացնել ռուսական վերահեռարձակող կայանները Բելարուսի սահմանից։ Հակառակ դեպքում Ուկրաինան ինքը կանի դա։ Եվրամիության խորհուրդը պաշտոնապես 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Հունիսի 18-ից 19-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները որոշել են Ռուսաստանի դեմ հիմնական տնտեսական պատժամիջոցները երկարաձգել ամեն տարի 6 ամիսը մեկ անգամ չսահմանվածի փոխարեն, ինչպես դա արվել է 2014 թվականից ի վեր։ Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 235-ի, օգնություն է ցուցաբերվել ավելի քան 4300 տուժածի, նրանց մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ, սակայն կան նաև միջին եւ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, շատերին վիրահատական միջամտություն է պահանջվել։ Ամենաբարդ իրավիճակը շարունակում է մնալ Լա Գուայրա նահանգում, որտեղ գրանցվել է զոհերի եւ վիրավորների ամենամեծ թիվը։ Այնտեղ աշխատում են զինված ուժերի, Վենեսուելայի Կարմիր խաչի եւ նույնիսկ մասնավոր կլինիկաների դաշտային հոսպիտալները։ Ամենաշատ տուժած շրջաններն ուղարկվել է ավելի քան 5000 բուժաշխատող, այդ թվում 1200 բժիշկ։ Խոշտանգումների կանխարգելումը պետության առաջնային պարտավորություններից է, իսկ տուժած անձանց իրավունքների վերականգնումը ու արդյունավետ աջակցությունը պահանջում են համակարգված եւ հետեւողական աշխատանք։ Հենց այս գաղափարի շուրջ են համախմբվել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը, որտեղ խոսվել է ոլորտում առկա մարտահրավերների, ձեռքբերումների եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Խոշտանգումների կանխարգելումը պետության առաջնային պարտավորություններից է, իսկ տուժած անձանց իրավունքների վերականգնումն ու արդյունավետ աջակցությունը պահանջում են հետևողական եւ համակարգված աշխատանք։ Հենց այս առանցքային ուղերձներով էլ մեկնարկեց խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկումը։ Խոշտանգող ամբաստանյալը որոշակի պայմանների պարագայում կարող է օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, իսկ խոշտանգված տուժողի մասով մենք նման լուծումներ չունենք։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձանագրեց, որ թեև վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի կանխարգելման, նաեւ տուժածների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ դեռևս առկա են լուծում պահանջող խնդիրներ։ Շատ կարևոր է, որպեսզի կանխարգելման մեխանիզմները ակտիվ գործեն, թե մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, թե դիտորդական տարբեր խմբերը, սա չափազանց կարևոր նշանակություն ունի։ Երկրորդը անընդհատ ենք սրա վերաբերյալ խոսում, կարևոր է, որպեսզի ազատությունից զրկման վայրերում պարտադիր ներդրված լինեն տեսախցիկների անընդհատ գործող եւ ձայնագրող համակարգեր։ Սա շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ դեպքերի կանխարգելման առումով։ Ըստ Մանասյանի, առանց արդյունավետ քննության, պատասխանատվության անխուսափելիության եւ տուժածների նկատմամբ համալիր աջակցության հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին։ Ես շատ կկարևորեմ, որպեսզի ձևավորվի նաեւ խոշտանգումների զոհերի աջակցության կամ կենտրոն, կամ ցանկացած այլ անվանումով ինստիտուցիոնալ մի մեխանիզմ, որտեղ ավելի կենտրոնացված եղանակով խոշտանգումների զոհերը կկարողանան աջակցություն ստանալ, ընդ որում խոսքը կարող է վերաբերել նաև նրանց ընտանիքների անդամների աջակցությանը։ Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև խոշտանգումների զոհերի վերականգնման մեխանիզմները։ Նշվեց, որ աջակցությունը չպետք է սահմանափակվի միայն իրավական գործընթացներով։ Տուժածները հաճախ են ունենում նաև հոգեբանական, սոցիալական եւ առողջապահական աջակցության կարիք, եւ այդ ծառայությունները պետք է լինեն
լինեն հասանելի եւ փոխկապակցված։ Այս ուղղությամբ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն։ Արդեն իսկ պետության կողմից ֆինանսավորման միջոցով պիտի ծառայությունը հոգեբանական աջակցության տրամադրման ծառայությունը արտապատվիրակվի համապատասխան մասնագիտացում ունեցող կազմակերպությունների։ Միջազգային գործընկերներն իրենց հերթին ներկայացրին միջազգային փորձն ու չափանիշները, ընդգծելով, որ խոշտանգումների կանխարգելումը հնարավոր է միայն անկախ վերահսկողության, թափանցիկության եւ մարդու իրավունքների նկատմամբ հետեւողական վերաբերմունքի պայմաններում։ Կարծում եմ, որ մենք էլ ավելի շատ կազմակերպություններ եւ ոլորտներ պիտի ներգրավենք այս խնդրի մեջ, որպեսզի կարողանանք առաջին հերթին մշակույթը փոխել, որպեսզի կարողանանք մարդկանց նախ իրազեկել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել խնդիր թաքցնելու դեպքում։ Եթե մենք սահմանային փուլում սկսենք խնդիրները քննարկել եւ լուծել, ապա մենք լուրջ հետևանքներ կկարողանանք կանխարգելել։ Մասնագետները խոսեցին նաև իրավապահ համակարգում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման, մասնագիտական վերապատրաստումների եւ հանրային իրազեկվածության բարձրացման կարեւորության մասին։ Ահազանգերի թիվն ավելացել է այն պատճառով, որ մարդիկ տեսնում են, որ որոշակի առումով դա նշանակություն է ունենում, քանի որ սկսում է գործի քննություն հարցի հետ կապված, կամ տեսնում են նաև, որ օրինակ կանխարգելման ազգային մեխանիզմը մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շատ արագ արձագանքում է հարցերին։ Նրանց համոզմամբ խոշտանգումների նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը պետք է արտահայտվի ոչ միայն օրենսդրական նորմերով, այլև գործնականում յուրաքանչյուր դեպքի արդյունավետ քննությամբ եւ յուրաքանչյուր տուժածի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ վավերացվել է խոշտանգումների արգելման վերաբերյալ կոնվենցիան, որի համաձայն խոշտանգում արգելվում է ցանկացած պարագայում եւ որևէ հանգամանքով չի կարող արդարացվել։ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պետք է ենթարկվի լիարժեք, անկախ եւ արդյունավետ քննության, ինչը ի դեպ պետական մարմինների պարտականությունն է։ Այդ նպատակով բազմաթիվ երկրներ ներդրել են տարբեր մեխանիզմներ եւ գործիքներ խոշտանգումների կանխարգելումը ապահովելու համար։ Հայաստանում խոշտանգումներից պաշտպանության մեխանիզմների ստեղծումը ու կիրառումը միջազգային փորձագետների կողմից արժանացել են դրական գնահատականի։ Մենք ուրախ ենք, որ այս կարևոր ոլորտում կարող ենք աջակցել Հայաստանին։ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ այդ խնդիրը միայն իրավական չէ, այն մարդու արժանապատվության, արդարության եւ պետության պատասխանատվության մասին է։ Իսկ այդ պատասխանատվությունը պահանջում է ոչ միայն արձագանք արդեն տեղի ունեցած դեպքերին, այլև կանխարգելիչ այնպիսի մեխանիզմների ձևավորում, որոնք թույլ կտան բացառել նման երևույթների կրկնությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հունիսի 26-ին թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է, որի կապակցությամբ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Կանգ առ ընտրիր կյանքը» խորագրով միջոցառում։ Միջոցառման ընթացքում ՑՄՀ դատապարտյալները ներկայացրել են թեմատիկ զրույցներ եւ հանդես եկել տարբեր նախաձեռնություններով։ Տարբեր տվյալներով աշխարհում 316 միլիոն մարդ օգտագործում է զանազան թմրանյութեր կախվածության մեջ լինելով դրանցից։ Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է, որի առնչությամբ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Կանգ առ ընտրիր կյանքը» խորագրով միջոցառում։ Միջոցառման ընթացքում ՑՄՀ դատապարտյալները ներկայացրեցին թեմատիկ զրույցներ եւ հանդես եկան տարբեր նախաձեռնություններով։ Դիանա Ղազարյանը, որը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը ծրագրի ղեկավարն է, նշեց, որ այս ծրագիրը եւ իրականացվող միջոցառումը նպատակ ունեն զինել ազատությունից զրկված անձանց համապատասխան կարողություններով եւ գիտելիքներով, որոնք կարողացել են հաղթահարել թմրամիջոցներից կախվածությունը, որպիսի այդ անձինք էլ իրենք էլ հետագայում կարողանան աջակցել իրենց ծանոթներին, խցակիցներին ձերբազատվելու թմրամիջոցների նկատմամբ կախվածությունից։ Վերջինս ընդգծեց, որ այն պիլոտային ծրագիր է եւ անցկացվելու է մի քանի փուլով։ Ըստ նրա առաջին փուլով վերապատրաստվել են Նուբարաշեն եւ Արմավիր քրեակատարողական հիմնարկների 10 դատապարտյալներ։ Երկրորդ փուլով արդեն այս ամիս վերապատրաստվելու են նշված քրեակատարողականների հոգեբանները, որպիսի իրենք համակարգեն գործընթացը։ Իսկ երրորդ փուլով նախատեսվում է վերապատրաստված դատապարտյալների կողմից աջակցություն քրեակատարողական հիմնարկներում կախվածություններից հաղթահարման փուլն անցնող դատապարտյալներին։
Ակն է եղել այդ անձանց զինել արդեն մասնագիտական կարողություններով եւ գիտելիքներով, որպեսզի իրենք կարողանան ավելի այդ օժանդակությունը առավել պրոֆեսիոնալ իրականացնել։ Վարդան Դարփինյանը, որը ծրագրի շահառուներից է եւ օրվա խորհրդով պայմանավորված միջոցառման հերոս է, իր խոսքում ընդգծեց, թե հպարտ է, որ կարողացել է հաղթահարել ծրագրի դասընթացները, ստանալ հավաստագիր եւ պատրաստ է իր ստացած գիտելիքներով օգնել, որպեսզի թմրանյութերից կախվածության մեջ գտնվող մարդիկ ձերբազատվեն այդ չարիքից։ Նա նշեց, որ շատ դեպքերում թմրանյութ օգտագործողը չի վստահում մասնագետներին, բժիշկներին, իսկ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որպեսզի չարիքի դեմ պայքարող անձը վստահություն ունենա դիմացինի նկատմամբ։ Վարդանի համար, ինչպես մյուս թմրանյութ օգտագործող մարդկանց դեպքում, սկզբնական շրջանում նույնպես դժվարություններ եղել են, որոնք իր խոսքով հպարտությամբ հաղթահարել է։ Ամենակարևորը աջակցողն է։ Ես այդ պահին չեմ ունեցել այս ծրագրի պես ինչ-որ մեկը, որը ինձ աջակցի։ Այո, դժվարությունները շատ են։ Դուք ոնց եք կարծում, խցային պայմաններում այդ ամենից ազատվելը դա չափազանց դժվար է, որ օգնող չկա, քեզ լսող չկա, աջակցող չկա։ Տվյալ պահին իմ աջակցողն ու օգնողն ու հավատը եղել է իմ ընտանիքը, որը ամեն օրվա ռեժիմով գրեթե իմ կողքիս է եղել։ Արդարադատության նախարարության քրեակատարական ծառայության պետ Սովինար Թադևոսյանը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, նշեց, որ ծրագրի մեկնարկից առաջ թերահավատորեն է մոտեցել եւ չի պատկերացրել, որ նման արդյունքի կարող են հասնել։ Սակայն այսօր արձանագրում է, որ արդյունքը նկատելի է, գործակցությունը ստացված։ Ես ճանապարհը սկսելուց չէի պատկերացնում, որ այնքան կարևոր հոգևորի ազատություն դրված անձանց, որ մենք այսօր ունենանք այս տեսակ միջոցառում։ Ես ուղղակի հիացած եմ միջոցառման որակով։ Նուբարաշեն քրեակատարողականի դատապարտյալներից Արտակ Ճաղարյանը թմրամիջոցների կիրառման դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Ըստ նրա, ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված թմրամիջոցների շրջանառումն ու օգտագործումը մեծ ծավալ են ընդունել։ Այդ ամենի դեմ պայքարը փոքր-ինչ դժվարացել է, սակայն ինքն ու իր ընկերները ձեռնարկում են միջոցներ, որպեսզի թմրաշրջանառությունը չտարածվի։ Ամենասարսափելին այն է, որ մենք այստեղ տեսնում ենք, որ տեղի ունենում թմրամոլության երիտասարդացում։ Այսինքն ավելի երիտասարդ, ավելի փոքր տարիքի թմրամոլեր են գալիս քրեակատարական հիմնարկ եւ այս ամենը տեսնելով ինքն մշակութային ինքնագործ միավորման մոտ գաղափար հղացավ, որ մենք նախաձեռնենք ռոպագանդայի մեր մասը, որովհետեւ ակնհայտ է, որ նաեւ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս թմրամիջոցները ավելի ժամանակակից մեխանիզմներով տարածել եւ իրապա մարմինները ուղղակի չեն կարող հասնել այս տեխնոլոգիաների հետևից, հետեւաբար ծավալը ընդայնվում է։ Միջոցառման կազմակերպիչներն ու ծրագրի ղեկավարները հույս հայտնեցին, որ արդեն տարեվերջին գիտելիքներով զինված դատապարտյալները կկարողանան գործնականում կիրառել իրենց գիտելիքները եւ աջակցություն ցուցաբերել թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց։ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ եւ առողջապահական համակարգերի առաջնահերթություններից մեկը։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության տվյալներով 2026 թվականի առաջին 5 ամիսներին արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործության դեպք։ Առողջապահության ոլորտի մասնագետներն էլ ահազանգում են, աճում է սինթետիկ թմրամիջոցների գործածումը, իսկ կանխարգելման աշխատանքներում հատուկ ուշադրություն է դարձվում դեռահասների, երիտասարդների եւ ծնողների իրազեկմանը։ Թմրամիջոցների չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ներքին գործերի նախարարության եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտի վիճակագրությունն ու իրականացվող աշխատանքները։ Քրեական ոստիկանության տվյալներով այս տարվա առաջին 5 ամիսներին արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործության դեպք։ Դրանցից 1269-ը վերաբերում է ապօրինի շրջանառությանը։ Թեև դեպքերի ընդհանուր թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոքր-ինչ նվազել է, բացահայտման ցուցանիշն աճել է, կազմելով 52.7%։ Արձանագրվել է նաև թմրամիջոցների իրացման 757 դեպք։ Իրավապահներն առանձնացնում են մաքսանենգության դեմ պայքարը։ 5 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 38 դեպք, իսկ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 243 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Սա խոսում է այն մասին, որ բարելավել է մաքսանենգության դեպքերի բացահայտման աշխատանքների որակը, այսինքն այդ աշխատանքներում օպերատիվ հետախուզական միջոցառումները, ինչպես նաև նախաքննական մարմնի հետ համատեղ իրականացված գաղտնի քննչական եւ այլ գործողությունները հնարավորություն են տվել ստեղծել
ապացուցողական բավարար բազա, որը հնարավորություն է տվել այդ հանցագործության մեջ ներգրաված անձանց նկատմամբ հարուցել քրեական հետապնդում։ Այդպիսի դեպքերը կազմել են 36.8%, նախորդ տարվա 8.3-ի դիմաց։ Առանձին մտահոգություն է սինթետիկ թմրամիջոցների տարածումը։ Մետամֆետամինի արգրավումները կազմել են 18 կիլոգրամ, գրեթե եռակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնում նույնպես արձանագրվում են աճի միտում։ Վերջին 5 տարիներին հաշվառված անձանց թիվն աճել է 6.3%-ով, իսկ կանանց թիվը մոտ 8%-ով։ Մասնագետները նշում են, դիմելույության աճը մի կողմից պայմանավորված է իրազեկվածության բարձրացմամբ, մյուս կողմից թմրամիջոցների, հատկապես սինթետիկ նյութերի հասանելիության մեծացմամբ։ Մեզ դիմող հիվանդների 60-ից 70%-ը ունենում են խնդիրներ կապված սինթետիկ թմրամիջոցների հետ, հատկապես մետամֆետամին, ամֆետամին, պարունակող ալֆա-պևիպի, դրանք բոլորը այդ խմբի թմրամիջոցներ են, բայց մնացած սինթետիկները եւս ամբողջ աշխարհում կա այդ միտումը, ու ցավոք սրտի մեր մոտ նույնպես սինթետիկ կանաբինոիդները նույնպես տարածված են Հայաստանում։ Դեռևս այդքան տարածված չեն սինթետիկ ափիոնային խմբի թմրամիջոցները, բայց Աստված մի արասցե հնարավոր է, որ դա էլ լինի։ Մասնագետները շեշտում են, անչափահասների մասով աճի կայուն միտում չի արձանագրվել։ Այս տարվա ընթացիկ ժամանակահատվածում անչափահասների ներգրավմամբ գրանցվել է հանցագործության 4 դեպք, նախորդ տարվա 5 դեպքի դիմաց, սակայն դա չի նվազեցնում խնդրի վտանգավորությունը։ Պետական կառույցները հատկապես կարևորում են կանխարգելիչ աշխատանքը դպրոցներում ծնողների եւ մանկավարժների հետ։ 2026 թվականից մեկնարկել են քննարկումներ դպրոցների սաների հետ, իրականացվում են դասընթացներ ուսուցիչների եւ հոգեբանների համար, մշակվում են նաեւ միասնական ուսուցման նյութեր, իրազեկման աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպելու համար։ Դպրոցների սաների, տարբեր տարիքային խմբի սաների հետ իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ, մոտավորապես թիվը եթե ասեմ, հստակ թիվ չեմ կարող ասել, բայց 25-ից ավել դպրոցների սաների տարվել է աշխատանք, այդ թվում այցելությամբ կախվածությունների բուժման ազգային կենտրոն, այսինքն իրենք այցելել են մեզ, իրականացվել են ուսուցման ուրեմն տարբեր ծրագրեր, երիտասարդների շրջանում եւս կրթության գիտության նախարարության հետ համատեղ իրականացվել են դասընթացներ, ասեմ, որ մեկնարկել է նաեւ ուսուցիչների եւ հոգեբանների հետ աշխատանքը։ Ծնողներին մասնագետները հորդորում են ուշադիր լինել երեխայի վարքի կտրուկ փոփոխություններին, շրջակա միջավայր, ուսման նկատմամբ անտարբերություն, դյուրագրգռություն, քնի խանգարում, քաշի նվազում կամ անհասկանալի լարվածություն։ Բժիշկները զգուշացնում են, ժամանակակից սինթետիկ թմրամիջոցների նույնիսկ մեկանգամյա գործածումը կարող է առաջացնել ծանր հոգեկան եւ վարքային խանգարումներ։ Այդ պատճառով մասնագետները հորդորում են կասկածի դեպքում չսպասել եւ դիմել բժշկական խորհրդատվության։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում Գինեսի ռեկորդակիրների շարքը համալրել է 10-ամյա Դավիթ Աբրահամյանը։ Նա 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ կատարել է 191 ցածկ, գերազանցելով նախորդ ցուցանիշը։ Ռեկորդը սահմանվել է Հայ Դյուցազնատուն մարզական կենտրոնի սաների ծրագրի շրջանակում։ Կենտրոնի տվյալներով 2021 թվականից մինչև օրս իրենց սաները փաստացի գրանցել են Գինեսի 28 համաշխարհային ռեկորդ։ Միայն 2025 թվականին սահմանվել է 11 ռեկորդ, որոնցից 8-ի հավաստագրերը արդեն Հայաստանում են։ Հունիսի 29-ին Թալինում նախատեսվում է նոր մարզական միջոցառում, 14 մարզիկ կփորձի սահմանել 17 ռեկորդ, որոնցից 7-ը Գինեսի համաշխարհային։ Դավիթը 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ ցատկել է 191 անգամ։ Դյուցազունների մրցավազք, որովհետև առաջին ռեկորդը այս վարժության սահմանել էր Նարեկ Գլջյանը, 183 ցատկեր կատարել, Դավիթը գերազանցեց ռեկորդը մեր Նարեկի, 191, բայց այսքանով չի ավարտվում դյուցազունների մրցավազքը, որովհետև հունիսի 29-ին դուք ականատես եք լինելու այս մրցակցությանը։ Նարեկը փորձելու է իր ռեկորդը հետ բերել։ Այս շամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։